ոնց կարելի է գրել մանկատանը հայտնաբերվել է երեխայի մարմին, մանկատունը բանը Փարիզի 13-րդ փողոցներ բանը անուն ինչ է, Մախետնի կամ բանի անուն ինչ է, ամենահանցագործ Դալասի հյուրանոցներն էր կամ լքյալ հիվանդանոցեր կամ չաշխատող բաներ գործարաններ, որ գործարանի փողոցում հայտնաբերվել երեխայի մարմին, համամիտ եք որպես լրագրող։ Ոնց կարելի է նման որակում տալ մանկատանը հայտնաբերվել է երեխայի մարմին, շատ ներողություն բարդակ է մանկատանը, որ հայտնաբերվել է երեխայի մարմին, որ լկտի լրագրողը կարող է, գիտես դա ինչից է, որովհետև մարդ գնում է 10-րդ դասարանից հետո լրագրող է աշխատում, որտեղ մարդ գնում է մի հատ խուժան տեխնիկում է ավարտում եւ լրագրող է աշխատում, լրագրողը բարձրագույն մարդ լինի, մագարտակ չկա, որտեղից լրագրող լինի։ Բայց դուք էլ պարզաբանում չեք տալիս, ինչից է մահացել այդ երեխան, որ տնօրենը հեռախոսազանգերի չի պատասխանում, փակ է հաստատությունը։ Եթե դուք որպես լրագրող մի փոքր իրավաբանություն գիտենայիք, պետք է գիտենայիք, որ ներկա դրությամբ բոլոր երեխաների մահվան հարցով զբաղվում է քննիչական կոմիտեն, մասնավորապես Շիրակի մարզային քննիչական վարչությունը։ Բոլոր հարցերը չերես քննիչ։ Իհարկե, գիտեմ, բայց դեպքը ձեր մոտ եղել, չիմանանք երեխայի առողջական վիճակը։ Եթե երեխայի դա բժշկական փորձակնություն անցկացված չէ եւ երեխայի դա բժշկական ուշադիր լսեք, եթե երեխայի դա բժշկական փորձակնություն անցկացված չէ եւ չգիտեն երեխան ինչից է մահացել, ոնց կարող է տնօրենը ձեր հարցերին սպառիչ պատասխանել։ Հա, բայց այդ երեխան ունեցել է, չէ, ինչ որ հիվանդություն։ Երեխան կյանքի հետ ոչ մի աղերս ունեցող հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի շատ վատ հիվանդություններ, շատ ծանրագույն հիվանդություններ, բնածին եւ ցերկվերովի, դա կոչվում է ցերկի ցերեբրալի պարալիչ, մանկական ուղեղային կաթված, էլ է շատ գիտեմ կորություն, էլ է շատ գիտեմ թզուկի սինդրոմ, սարսափելի հիվանդություն, այդ երեխաները պայտակ հնարավոր է մահանան, իսկ ինչ մնում է փառք պատի, ոչ մի անգամ չգրեցի կլատքի, եկեք տեսեք 5 րոպե երեխաների մոտը չեք մնա, այդ հիվանդ երեխաների մոտը, ոչ մեկը մեկ անգամ չասեցիք, փառք պատի այն դայակներին եւ բուժքույրերին, որ այսօրվա երեխաներին դնում են իրենց դոշին դու եք քո երեխայիդ այդպես չես կարող պահես։ Գիտեք պետությունն ինչ ձևի է պահում երեխային, ամենալավ բանը կերացնում է, ամենալավ բանը հագնցնում է, բայց երեխաներն այսօրվա ունեն այնպիսի հիվանդություն, որոնք կյանքի աղերս չունեն։ Լինում է եւ մահացության դեպքեր, բայց չի կարելի այնքան ստորագույն նշեն շրիշակի մակարդակին, որ ասել թե մանկատանը հայտնաբերվել է երեխայի մարմին։ Այ քեզ բան, համամիտ եք ինձ հետ։ Վերջացավ այդ կամ բան։ Աղջիկ էր թե տղա երեխան։ Հիմա Մարկ, տղա է։ Տղա է։